Շաբաթվա խորհրդարանական իրադարձությունների ամփոփ ներկայացմամբ եթերում խորհրդարանական շաբաթն է։ Բարև ձեզ։ Արդեն քառորդ դար հայ ժողովուրդն ապրում ու արարում է ազատ ու անկախ հայրենիքում։ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, որում ասված է. Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ։ Անկախության տոնի էությունն ու իմաստը դուրս են մեր պետության սահմաններից, քանզի այն համապետական տոն լինելով հանդերձ միաժամանակ համաժողովրդական է։ Քառորդ դար առաջ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելու իրավական հնարավորությունը միայն Հայաստանի քաղաքացիներինն էր, սակայն դրա արդյունքը պատմական ու ճակատագրական էր ոչ միայն Հայաստանի տարածքում բնակվողների, այլև նրա սահմաններից հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրերով հեռու ապրող, սակայն իրենց այս սահմանների ներսում համարող մեր միլիոնավոր հայրենակիցների համար։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր գրեթե միաձայն այոն նոր ճանապարհի գիտակցված ընտրության ազդարարումն էր։ Մենք իրականության մեջ քայլեցինք երազանքի ետևից եւ այն դարձեցինք նոր իրականություն։ Անցյալի պատմությունը մեր գիտակցության մեջ եւ մեր աչքերում։ Հավատով ու վստահությամբ շարժվեցինք առաջ, շարունակելով կերտել նոր իրողություններ եւ մեր նորագույն պատմությունը, Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը։ Սիրելի հայրենակիցներ, 25 տարի է մենք ապրում ենք ինքնիշխան պետականությամբ օժտված մեր անկախ երկրում, որի սահմանները պայմանականորեն են բաժանում Հայաստանաբնակ ու Արցախաբնակ, Ամերիկաբնակ ու Ավստրալաբնակ, Եվրոպաբնակ ու Ասիաբնակ հային, որովհետև հայրենիքը սահման չի ճանաչում եւ միավորում է այն հզորացնելու ուղղված մեր մտածումներն ու ջանքերը, խոհերն ու զգացմունքները, գործերն ու գործողությունները։ 25 տարիների ընթացքում մենք համայն հայությունից ոչ գործի ու ջանքի, ոչ էլ զգացմունքի ու անձնազոհ նվիրումի պակաս չենք ունեցել առ հայրենիք, առ Հայաստան, որոնք զգալի, տեսանելի ու շոշափելի են եղել թե պատերազմական ժամանակներում, թե խաղաղ ժամանակաշրջանում, թե տնտեսական դաշտում, թե ռազմաճակատում։ 25 տարի է համահայաստանյան ու համահայկական ջանքերով Հայաստանի Հանրապետությունն իր մնայուն տեղն է ամրապնդել աշխարհի քաղաքական ու տնտեսական քարտեզի վրա, որն աշխարհաքաղաքական տարբեր շահերի հետևանքով բարբերաբար փոփոխությունների է ենթարկվում։ Անհրաժեշտ ճկունության ու շրջահայացության համադրումով մենք կարողացել ենք մշտական ամրագրում ստանալ այդ տարածության մեջ, դրսևորելով սկզբունքայնություն եւ հաստատակամություն, պահի եւ իրավիճակի համապատասխան զգացողություն։ 25 տարվա ընթացքում շատերն են անարդյունք փորձել տարբեր, այդ թվում եւ ռազմական մեթոդներով ու միջոցներով խախտել համահայկականությունն ու սերն առ հայրենիք։ Փորձել են թե Հայաստանի սահմաններից դուրս ու նրա սահմաններին մոտ, թե նրա սահմաններից ներս։ Եվ 25 տարին մեզ համար դարձել է փորձության, ամրանալու եւ զարգանալու ժամանակաշրջան, որի ընթացքում միշտ մտածել ենք հաղթանակի եւ ոչ երբեք պարտվելու մասին, առաջնորդվելով ու գործելով հաղթողի հոգեբանությամբ ու հաղթանակի տրամաբանությամբ։ Մեր պետական ու հասարակական մտածելակերպում պարտվողականության գաղափարը տեղ չունի, որովհետև այդպիսի մտածողությամբ ոչ պետություն կկայանա, ոչ էլ հասարակություն։ Մեր անվտանգությունն ու խաղաղությունն այդ կերպ առանց հաղթանակի ու առաջընթացի ձգտման, առանց դրա գործնական դրսևորման չեն կարող երաշխավորված լինել։ Անվտանգությունն ու խաղաղությունը սահմանից սկսվելով ձևավորվում է նաև հենց երկրի ներսում, հասարակական ու քաղաքական դաշտում, սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների ողջամիտ լուծմամբ, հայրենիքի գաղափարի համայնքական ընկալմամբ, սփյուռքին հայրենիքի գորովանքով ու հոգատարությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հայկական երկրորդ պետությանը, այդ ամենից բացի նաև անվտանգության երաշխավորի վստահությամբ վերաբերվելով, առավել եւս որ Արցախը եղել է Հայաստանի անկախության ոգեղեն շարժիչ ուժն ու խթանը։ Սիրելի հայրենակիցներ, 25 տարվա մեր կեցվածքը, մեր ընթացքը որպես պետություն եւ ժողովուրդ վկայում է մեր վճռականության ու հաստատակամության, հավաքականության ուժի անվերապահ գիտակցումի մասին, ինչը մեր անընդհատ շարունակականության երաշխիքն է։ Վերստին շնորհավորելով բոլորիս անկախության տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն։ Հայաստանն այսօր արդեն 25-ամյա անկախ պետություն է։ Տասնամյակների ընթացքում մենք կարողացանք կերտել դիմագիծ ու առաջ ընթանալ ամեն օր ավելացնելով ավելի բարեկեցիկ ապրելու եւ ժողովրդավար լինելու ձգտումը։ Երկրի անցած ուղին ու ձեռքբերումները դիտեք ներկայացվող տեսանյութում։ Սրանից ուղիղ 25 տարի առաջ ազգովի կայացրեցինք մի որոշում, որով ներկա ու վաղվա սերունդներին շնորհվեց Հայաստանի Հանրապետության անկախ քաղաքացու կոչում։ 1991 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց անկախության հռչակագիր, իսկ արդեն սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվե։ Կայացվեց պատմական որոշում։ Հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի
ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրակրվեի արդյունքները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Այսպիսով մենք ընտրեցինք անկախությունը որպես միակ կարգավիճակ ու երկրի զարգացման անշեղ ուղի։ Սկսեցինք նոր էջից, անկախության գաղափարին համարժեք նոր քայլերից ու աշխարհին ապացուցեցինք, որ մենք ունենք բոլոր նախադրյալները ստեղծելու, արարելու եւ հզորանալու։ Բաց տեքստով ասացինք, որ մենք ունենք հավաքական միասնություն եւ ուժ, որը ծնում է իրավունք ազատ ու անկախ ապրելու։ Մենք անկախությամբ հաղթահարեցինք տնտեսական ու էներգետիկ ճգնաժամերը, դիմագրավեցինք պատերազմական իրավիճակներին ու հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ հերոսներ ծնող ազգ է, իսկ անկախության ձեռքբերումներից գլխավորը եղավ մեր երկրի անվտանգության երաշխավորը՝ հայոց բանակը։ Բանակ, որը կազմավորվեց պատերազմի տարիներին ու տարածաշրջանում դարձավ ամենամարտունակը։ Մենք այն բացառիկ երկրներից ենք, որտեղ հերոսներ դարձան 18-ամյա քաջորդիները, ինչի վառ ապացույցն էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմը, որը ձախողեց Սանձարձակ Ադրբեջանի ծրագրերը։ Նախկին սովետական միության երկրների շարքում մենք առանձնացանք մեկնարկային ամենաքիչ ռեսուրսներով, սակայն այսօր պատկերը բոլորովին այլ է։ Մենք ամեն ինչը պետք է նայենք համացան դաշտում։ Ինչ ենք ունեցել։ Մենք ունեցել ենք 29000 քառակուսի տարածք, այսօր մեր վերահսկողության տակ գտնվում է 42000 քառակուսի մետր։ Մենք միայն մտածում ենք Հայաստանի անկախության մասին, այսինքն սեղանն ենք դեր արդեն Ղարաբաղի անկախության խնդիրը։ Դրանք մեծ ձեռքբերումներ են, որոնք երազանքներ են եղել հազարամյակներ։ Մենք մի պետություն չենք ունեցել, այսօր ունենք երկու անկախ պետություն։ Դե յուրե Հայաստանի Հանրապետություն, դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ ինձ թվում է, որ արդեն իսկ այս քայլերով, որով մենք առաջ ենք գնում, մենք ունենանք նաեւ երկու հզոր անկախ պետություններ։ Անկախանալու ու անկախ ապրելու գաղափարի մասին մեր պապերը երազեցին, իսկ մենք դարձանք դրանց իրականացման ականատեսը։ Այն երազանքը, որով ապրել են դարեր եւ դարեր մեր նախապապերը, այն երազանքը, որպեսզի իրենք լինեն տերը եւ ոչ մեկի սուրը կախված չլինի իրենց եւ իրենց ընտանիքների վրա, այդ երազանքը իրականություն է դարձել։ Իհարկե ամենամեծ ձեռքբերումը դա անկախ պետականությունն է, ամենամեծ ձեռքբերումը դա Լեռնային Ղարաբաղի ազատագրական հաղթական պատերազմն էր։ Յուրաքանչյուր տարի անկախության տոնը նշում ենք մեծ նվիրումով եւս մեկ անգամ արժևորելով պետության ու պետականության դերը։ Դա հաշվետու այն օրն է, երբ մատնանշում ենք ձեռքբերումներն ու կազմում ապագայի նոր ծրագրեր, առջևում դնելով ծառացած խնդիրների լուծումը։ Մեր կարևորագույն խնդիրը ես կարծում եմ, որ մենք պետք է գիտակցենք, դա հետևյալն է, տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, փոխվում են սահմաններ, հնարավոր է նոր պետությունների ստեղծում եւ այս ընթացքում, որpիսի մենք լինենք խաղացող, որpիսի մենք կարողանանք պաշտպանել մեր ազգային շահերը, մենք պետք է լինենք ամուր եւ ուժեղ։ Իսկ այդ ամրությունը երկրի ներսում է եւ մենք պետք է կարողանանք ուրեմն հաղթահարել, լուծել այն բոլոր խնդիրները, որոնք խաթարում են մեզ, մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին պահել երկրում, որովհետեւ սա անմիջապես հարվածում է մեր ապագային։ Իսկ անկախության 25-ամյակի լավագույն նվերը Ռիո 2016-ում մեր մարզիկների փայլուն հաղթանակներ նշեց Մհեր Շահգերդյանն ու հավելեց. Մեր ազգային ոգու եւ ուժի արտահայտություններ եւ արտացոլումներ։ Հայաստանի Հանրապետություն, պետական խորհրդանիշեր եւ անկախություն, սրանք բացարձակ արժեքներ են, որոնք տալիս են բազմաթիվ առավելություններ։ Ամենամեծ առավելությունը, որ անկախությունը տալիս է, դա այն է, որ սուվերեն ինքնիշխան ազգերը կարող են ինքնուրույն որոշումներ ընդունել եւ զարգացնել հարաբերություններ բոլոր երկրների հետ։ Եվ հենց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական դոկտրինը հենց դրա վրա էր կառուցված, որ մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք եւ մեր բոլոր հարևանների հետ եւ աշխարհի ազդեցիկ երկրների հետ։ Սակայն եղածով սահմանափակվել երբեք չի կարելի, նշեց Լևոն Զուրաբյանը եւ ընդգծեց, որ անհրաժեշտ է մշտական զգոնություն։ Մենք ունեցանք ապրիլյան պատերազմը, որը ցույց տվեց, որ չի կարելի հանգստանալ, չի կարելի բավարար համարել անվտանգության այն
մակարդակը որ ունենք, հակառակը ժամանակը ըստ էության աշխատեց Հայաստանի անվտանգության դիրքերի թուլացման ուղղությամբ եւ հիմա շատ կարեւոր է, որ մենք 25-ամյակը ավելի շատ ոչ թե շնորհավորանքների մեջ անցկացնենք, այլ լուրջ աշխատանքի մեջ, որովհետեւ այսօր վտանգները շատ մեծ են մեր պետականության առաջ։ Անկախության 25-ամյակին նվիրված օրահանդեսը սակայն տվեց շատ հարցերի պատասխաններ։ Հայաստանի անկախության շքերթը եւ մայրաքաղաքով անցնող զինտեխնիկան Ալիևյան ռեժիմի համար դարձան հերթական նոպայի պատճառ։ Ես ցավում եմ, որ մինչև զորահանդեսը մենք ունենք բավականին բամբասանքներ, մենք չունենք հնարավորություն, չունենք զենքեր, մեր թշնամին ուժեղ է, միշտ ուրիշի հարցը սիրուն է լինում, միշտ ուրիշն ավելի ուժեղ է լինում։ Եվ մենք շատ համեստորեն լռում ենք այդ ամենի մասին, որովհետև մենք գիտենք, որ ուժեղ ենք, մենք գիտենք, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ենք։ Համենայն դեպս 25-ամյակի կապակցությամբ իմ երկրի կազմակերպած զորահանդեսը շոկ առաջացրեց նաև մեր թշնամիների մոտ։ Եվ դա է պատասխանը, հզոր բանակ, կայուն բանակ։ Ով կերազեր 100 տարի առաջ, 200 տարի առաջ, որ Հայաստանը կարող է ունենալ անկախ բանակ, հզոր բանակ, կայացած բանակ։ Առավելությունները միայն բավարար չեն, նշեց հանրապետական падգամավորն ու ընդգծեց բաց թողումները, մատնանշելով առաջընթացի ուղին։ Ես չեմ ցանկանում, որ միայն մենք խոսենք առավելությունների մասին։ Այո, ունեցել ենք նաև բաց թողումներ, մենք պետք է նոր ավելի արագ քայլերով առաջ ընթանանք։ Մենք առաջ պետք է ընթանանք ավելի ժողովրդավարական երկրներին արդեն հավասար քայլքցելու իմաստով։ Այո, այսօր մենք ասում ենք, որ տարիների ընթացքում մենք պետք է տարբերվենք բոլորից։ Իմ երկիրը պետք է լինի հզոր, իմ երկիրը պետք է լինի ուժեղ։ Իսկ դրա միակ գրավականը, դա մեր միասնականությունն է։ Վահրամ Բաղդասարյանը անկախության, անկախ մտածողության լավագույն ձեռքբերում է համարում նաև քաղաքական երկխոսության մշակույթի հաստատումը, որը նոր էջ բացեց պարլամենտարիզմի պատմության մեջ։ Չեմ հիշում նմանատիպ մի երևույթներ, երբ որ կարողանային մի քանի հարցերի շուրջ, բազմաբնույթ հարցերի շուրջ կային համաձայնության, ընդդիմություն, իշխանություն, դրա վառ վկայությունն էլ ընտրական օրենսգրքի քննարկումը։ 4+4+4 ձևաչափը նստեցին, բանավիճեցին, ամիսներ շարունակ, 6-7 ամիս բանավիճելուց հետո եկան ընդհանուր հայտարարի, նրան միացավ նաև քաղաքացիական հասարակությունը։ Եվ մենք բոլոր հարցերը մենք պետք է աշխատենք, որ բանավիճերի միջոցով, իրար հետ քննարկումների միջոցով մենք այո կարող ամիսներ, 1 տարի նաև վիճենք կարևորագույն խնդիրների շուրջ, բայց ամենակարևոր ձեռքբերումը նա է, որ մենք կարողանանք միասնական ձևով գնալ առաջ։ Ես դրա մեջ եմ տեսնում մեր երկրի ապագան։ Հայաստանի Հանրապետությունն այլևս կայացած պետություն է եւ իր արժեվ ունի առաջ ընթանալու, բոլոր ոլորտներում դիրքերն առավել ամրապնդելու եւ աշխարհում առավել ներկայանալի լինելու վճռական ձգտումը։ Աստված պահպանի հայոց անկախությունը։ Անկախության 25-րդ տարեդարձը նշվեց մեծ շուկով ու համազգային տոնակատարության տարին համապատասխան։ Անցնող օրերին մեր երկրին հղվեցին բազմաթիվ ջերմ խոսքեր ու շնորհավորական ուղերձներ աշխարհի տարբեր անկյուններից։ Այդ ամենը եւս մեկ անգամ վկայեց, որ Հայաստանը որպես պետություն կայացել է եւ աշխարհին իր ասելիքն ունի։ Մեզ տված հարցազրույցում ազգային ժողովի նախագահը խոսեց անկախության գաղափարի մասին, ամփոփելով սեպտեմբեր 21-յան տրամադրությունները, նշեց. Այդ 25 տարիները անցել են բավականին լուրջ եւ իրեղեն պայմաններում, այս տարի շատ են հարցնում, թե ինչ տվեց անկախությունը ժողովրդին։ Ես պատասխանում եմ անկախություն։ Յուրաքանչյուր ազգի համար ամենակարևորագույն ձեռքբերումը դա անկախությունն է։ Որպեսզի մեր ժողովրդի համար հասկանալի դառնալ, անկախությունը իր երեխայի ճակատագիրն է։ Այսօր ունենք անկախ երկիր եւ ժողովրդավար հասարակություն, որոնց ձայնը լսելի է։ Երկրում առկա է ազատ մտածողություն, իսկ խորհրդանական համակարգում կա բազմակարծություն։ Այս սկզբունքները ազգային ժողովի նախագահի գործունեության առանցքը դարձան պաշտոնավարման հենց սկզբից։ Երբ ես ընտրվում եմ խորհրդարանի նախագահ, ես նաև հայտարարեցի, որ խորհրդարանը պիտի լիարժեք ազատ լինի։ Եվ այսօր էլ դուք տեսնում եք, որ նաև նիստեր են լինում, որ 2-3 հարցից ավել չենք կարողանում քննարկել, որովհետև ովքեր ցանկանում են խոսել եւ ինչից որ մտածում են խոսել, կարողանում են
խոսափողի միջոցով արտահայտել։ Միանշանակ անկախությունը այնպիսի անգնահատելի ձեռքբերում է, որը պահանջում է ամենօրյա հոգատար ու հետևողական մոտեցում պետականության շենացման գործում։ Ինչքան մեր ժողովուրդը լավ ապրի, մեծ հնարավորություններ ունենա, այնքան մեր անկախությունը ավելի կամրանա, ավելի ուժգին կլինի։ Սա մեզանից է կախված։ Մի քանի անգամ այդ մասին խոսեց նաև մեր երկրի նախագահան, որ մենք բոլորս գոհ ենք մեր բարեկամներից, որոնք միշտ տարբեր առիթներով մեր կողքն են կանգնած, բայց մենք պիտի կարողանանք ստեղծել այդ աշխատատեղը, մենք պիտի կարողանանք զորացնել մեր բանակը, մեր միջոցով պիտի ունենանք ավելի ակնառու եւ իր դիրքերը ամրապնդող միջազգային ասպարեզում հանրապետություն։ Անկախության ճանապարհը թեև դյուրին չէր, այդուհանդերձ ձեռքբերումները եղան շոշափելի եւ երկրի առաջընթացը նկատելի, իսկ ապագայի համար խորհրդանի ղեկավարի հավատամքը մեկն է միջազգային հանրությանը ներկայացվող պահանջն էլ հստակ։ Երբեք ու երբեք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի կարող լինել։ Սա մեր հիմնական հավատամքն է։ Ոչ միայն մենք, այլ նաև մեր ամբողջ հասարակությունը վճռական է այս խնդրում։ Կգա ժամանակ եւ կունենանք նաև երրորդ հանրապետությունը։ Հայաստանի ապագան մեր ձեռքերում է զրույցի ավարտին ընդգծեց ազգային ժողովի նախագահն ու հավելեց, որ անկախության հետ անսահման է դառնում Հայաստանի հանրապետությունը ներկայացնելու ներքին հպարտությունը։ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի աշխատակազմի մի խումբ պետական ծառայողների պարգևատրել է Հայաստանի ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ազգային ժողովի պատվոգրով եւ ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։ Հանձնելով բարձր պարգևները Գալուստ Սահակյանը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթելով նրանց նոր ձեռքբերումներ եւ աշխատանքային հաջողություններ։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի անդամ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում էր մեր երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ։ Գալուստ Սահակյանը ողջունում է Հայաստան ժամանած հյուրերին մեր երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ, նաև կարևորում նրանց այցը Լեռնային Ղարաբաղ։ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնում բարեկամ Ֆրանսիային Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մշտապես աջակցելու համար։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, Գալուստ Սահակյանը բարձր է գնահատում ֆրանսիացի խորհրդանականների դատապարտող արձագանքը ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Անդրադառնալով Փարիզի եւ Նիսի դաժան ահաբեկչություններին, Գալուստ Սահակյանը նշում է, որ Հայաստանը դատապարտում է նման գործողություններն ու հավաստիացնում, որ մեր երկիրը մշտապես բարեկամ Ֆրանսիայի կողքին է։ Անուրանալի համարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում Ֆրանսիայի ներդրումը, Գալուստ Սահակյանը նշում է, որ 2001 թվականին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը կատարյալ կդառնա, եթե ուղեկցվի ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրենքով։ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնում, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում, հաշվի առնելով նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդի հանձնառությունը։ Խորհրդանի ղեկավարը համոզված է, Լյուկ Կարվանուսը կշարունակի իր ջանքերը երկու երկրների միջև համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ։ Լյուկ Կարվանուսը իր հերթին շնորհակալություն է հայտնում ազգային ժողովի նախագահին ջերմ ընդունելության համար, շնորհավորում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ եւ Գալուստ Սահակյանին է փոխանցում Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրունո Լարուի ջերմ ողջույնները։ Ֆրանսիացի սենատորը նույնպես կարևորում է պատվիրակության այցը Արցախ եւ նշում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ու ազգային ժողովի նախագահի հետ հանդիպումների ժամանակ իրենք Ֆրանսիայի համերաշխությունն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին քարոզիա պատերազմի իրադարձությունների կապակցությամբ։ Նա հավաստիացնում է, որ ինքն արել է հնարավորը ապրիլյան քարոզիա պատերազմը Ֆրանսիայի կառավարությանը ճշգրիտ ներկայացնելու համար։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ֆրանսիացի սենատորը նշում է, որ արվում է ամենը ընդունելու համար օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադառնում են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է նաև Հայաստանի անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին։
Խորհրդանի ղեկավարը կարևորում է Թալի Պլոսկովի այցը Հայաստան եւ նշում, որ նման հանդիպումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը։ Գալուս Սահակյանը նշում է, որ հայերը որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ խորին հարգանք են տածում ողջակիզման ենթարկված հրեաների հիշատակի նկատմամբ։ Հայաստանը շարունակելու է ջանքերը հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Վստահ ենք, որ կկարողանանք վերականգնել ոչ միայն պատմական արդարությունը, այլև հնարավորինս բացառել այդ օրինակ հանցագործությունների կրկնությունը, ասում է Գալուս Սահակյանը եւ հավելում, որ հայ ժողովուրդն ակնկալում է Իսրայելի ծանրակշիռ արձագանքն ու ներդրումը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Կողմերն ընդգծում են, որ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա։ Թալի Պլոսկովը կարևորում է միջխորհրդանական կապերի առավել ակտիվացումը, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնում աջակցելու մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Զրուցակիցները կարևորում են նաեւ համատեղ տնտեսական համաժողովների անցկացումն ու հանդիպումների ակտիվացումը։ Խորհրդարանում հյուրերը հանդիպել են նաև ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, բժշկության, զբոսաշրջության, գիտության, գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների զարգացման եւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման խնդիրներ։ Կարևորելով Կնեսետի կրթական հանձնաժողովի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, հայ падգամավորները հույս են հայտնել, որ Կնեսետն ապագայում իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում։ Հանդիպման ընթացքում խոսվել է մի շարք ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտության եւ փոխգործակցության առավել խորացման մասին։ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն անցկացվել են նաև պետության սահմաններից դուրս։ Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 21-ին Տավրիդյան պալատում մասնակցել է մեր երկրի անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանն ու հանդես եկել ելույթով։ Մեր ժողովրդի հերոսական պատմությունը ոչ այլ ինչ է, քան պայքար անկախության եւ ազատության համար։ Այդպես էր, երբ հայ նահապետը հաղթելով Բաբելոնի տիրակալ հին աշխարհում չարիքի խորհրդանիշ համարվող բելին, վերահաստատեց անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը։ Այդպես էր, երբ Տիգրան մեծը պաշտպանում էր մեր հայրենիքը Պոմպեոսի արշավանքներից։ Այդպես էր նաեւ, երբ 451 թվականին Ավարայրում հայերն ապացուցեցին, որ մահն իմացյալ անմահություն է եւ կյանք շնորհեցին գալիք սերունդներին։ Ու հենց Ավարայրում հայ ժողովուրդը վերահաստատեց հավատարմությունն իր հոգու երկու հիմնասյուներին՝ Աստծուն եւ հայրենիքին։ Հենց ազատության եւ անկախության ձգտումներ, որ 600,000 հայրենիների ուղղորդեց հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ։ Հետագայում հայրենական մեծ պատերազմի հերոսների զավակներն ու թոռները դարձան հայոց անկախության եւ արցախյան հերոսամարտի կերտողները։ Նրանց պայքարի շնորհիվ է նաեւ, որ այսօր մենք 25-ամյա անկախության կրողներն ենք։ Աշխատանքային այցի շրջանակում Էդուարդ Շարմազանովը հանդիպել է անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ։ Ազգային ժողովի փոխնախագահը կարևորել է կառույցի տարածքում երկխոսության եւ խաղաղության հաստատումը, մասնավորապես նշելով, որ պետք է կանխվեն եւ դատապարտվեն ուժի միջոցով հակամարտությունների լուծման փորձերը եւ հնչեցվեն հասցեական գնահատականներ։ Ալեքսեյ Սերգեևը կարևորել է հայ խորհրդարանականների մասնակցությունը ԱՊՀ կառույցում ու բարձր գնահատել նրանց դերը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում։ Մեր պետության անկախության քառորդ դարը հատուկ շուքով նշվել է նաև Չինաստանում Հայաստանի դեսպանատանը։ Կազմակերպված պաշտոնական ընդունելությանը ներկա է եղել այդ օրերին Պեկինում գտնվող ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը։ Հայ խորհրդարանականները մասնակցել են Ուրումչիում անցկացված Չինաստան-Եվրասիա էքսպո ցուցահանդեսին։ Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Լի Լույբեի գնահատմամբ հայկական պատվիրակության մասնակցությունը ցուցահանդեսին մեծ ներդրում է երկկողմ հարաբերությունների խորացման գործում։ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի անկախության 25-ամյա պատմության ձեռքբերումները, մեր երկրի քաղաքական կշիռն ու տնտեսական, աշխարհագրական, տրանսպորտային եւ այլ հնարավորությունները, ինչպես նաեւ ընդգծել է հայ-չինական դարավոր բարեկամությունը։ Պատվիրակության անդամները շրջել են տաղավարներով, քննարկել հայկական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է նաեւ կանանց աշխատանքի տեղավորման եւ ձեռներեցության հնարավորությունների եւ մարտահրավերների խնդիրների
խնդիրներին նվիրված կանանց առաջին համաժողովին։ Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովի շրջանակում հրավիրվել են նաև թեմատիկ քննարկումներ եւ կլոր սեղաններ, ինտերնետ զարգացման տարածք կանանց համար, կանանց լիդերությունը եւ տնտեսական էֆեկտիվությունը եւ կանանց զբաղվածությունն ու ձեռներեցությունը ենթաթեմաներով, որոնց մեր պատվիրակության անդամները ակտիվ մասնակցել են։ Այցի ընթացքում ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպումներ է ունեցել Չինաստանի խորհրդարանի փոխնախագահի եւ Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Այս շաբաթ տեղի ունեցել ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ու անդամների պաշտոնում ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այն հանձնաժողովների ցանկին է պատկանում, որին վերապահված է գործունեության լայն շրջանակ։ Սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, ինչպես նաև ազգային ժողովի կանոնակարգ։ Սակայն արդեն եղած գործառույթներին նոր սահմանադրությամբ վերապահվել է ևս մեկը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եւ անդամներ ընտրելու հարցը։ Վերը նշվածն առավել մանրամասն քննարկելու համար պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրեց փակ նիստ։ Տեղի ունեցավ բավականին ակտիվ բուռն քննարկումներ, ելույթ ունեցան հանձնաժողովի նախագահի թեկնածուն եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մյուս անդամների թեկնածուները, եղան հարցադրումներ եւ ինչպես տեսակ նաեւ կազմակերպեցին քվեարկություն։ Քննարկումները դեռ փակ էր, իսկ քվեարկությունը դեռ բաց էր։ Առաջադրել էին թեկնածուներին 10 պատգամավորներ։ Մենք լիահույս ենք, որ մեր մյուս գործընկերները ընդդիմադիր թևը ներկայացնող եւ անկախ պատգամավորները անպայման կներկայացնեն նաեւ իրենց թեկնածուներին, այսինքն եւս 7 անդամի, բայց մենք տեսանք, որ այս իրենց իրավունքից կարծես թե չօգտվեցին։ Այսպիսով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների թեկնածությունները ներկայացնել խորհրդարանին, որպեսզի ազգային ժողովը ձայների 3/5-ի հարաբերակցությամբ գաղտնի քվեարկությամբ ընտրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եւ անդամներ։ Աշնանային նստաշրջանում ի թիվս մի շարք կարևոր օրենքների պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից հետո ազգային ժողովի կանոնակարգային կարևոր օրենքն է, որը նոր սահմանադրությամբ խորհրդարանական կառավարմանն անցնելու դեպքում կկարգավորի այն բոլոր գործառույթներն ու ընդհանրակարգային խնդիրները, որոնք կառաջանան ապագայում։ Բավականին ծավալուն եւ մեծ աշխատանք են կատարել մեր աշխատանքային խմբով։ Կանոնակարգ օրենքը ներկայացրել ենք խմբակցությունների դատին, նախնական նախագիծը, որպեսզի ծանոթանան եւ մենք կարողանանք դրա հետ կապված արդեն իսկ անցնենք բովանդակային քննարկումներին։ Ամենայն հավանականությամբ այս քառորիայից հետո մենք դա արդեն իսկ շրջանառության մեջ կդնենք, խոսքը վերաբերում է կանոնակարգ օրենքին, ազգային ժողովի նախագծին եւ կսկսենք արդեն իսկ պաշտոնական այս քննարկումների շարքը։ Ըստ կարգի օրինագծի վերաբերյալ հանձնաժողովը նախատեսել է եւ լսումներ եւ քննարկումներ, ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ շահագրգիռ մյուս կողմերի հետ։ 3-4 անգամ արդեն իսկ մենք քննարկել ենք սահմանադրական բարեփոխումների այդ մասնագիտական հանձնաժողովում։ Եղել են բազմաթիվ հարցադրումներ, որոնք քննարկման առարկա են դարձել եւ կարծես թե արդեն իսկ պատրաստ է, որպեսզի մենք դա դնենք եւ շրջանառության մեջ եւ արդեն իսկ ազգային ժողովի դատին ներկայացնենք, որպեսզի կյանքի կոչենք։ Ինչպես մեծ հետ զրույցում նշեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ազգային ժողովի կանոնակարգի փոփոխված դրույթներն առավել մանրամասն խորհրդարանականներին կներկայացվեն աշնանային նստաշրջանի ընթացքում։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին։ Հանձնաժողովի նախագահն ընդգծել է երկու պետությունների խորհրդարանների միջև ակտիվ համագործակցության խթանման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներգրավվածությանը արևելյան գործընկերության ձևաչափին, ինչպես նաև ազգային ժողովի մասնակցությանը Եվրանես խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Արտակ Զաքարյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շվեդական պատվիրակության մերժողական եւ չեզոք դիրքորոշումը կապված բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում, ինչպես նաև Ադրբեջանի
սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից, բանաձևերի, նախագծերի քվեարկության հետ։ Արտակ Զաքարյանը հանդիպել է նաև գերմանական Deutsche Welle հեռուստաընկերության ներկայացուցիչներին։ Հանձնաժողովի նախագահը խոսել է հայ-գերմանական բազմակողմ հարաբերությունների մասին, մասնավորապես միջխորհրդարանական սերտ համագործակցությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն հարաբերությունների զարգացման հնարավորություններին եւ հեռանկարներին։ Անդրադարձ է կատարվել ներքաղաքական մի շարք խնդիրների, հատկապես բարեփոխումների գործընթացին եւ սահմանադրական փոփոխություններից հետո իրականացվելիք մի շարք անհրաժեշտ օրենսդրական գործունեությանը։ Հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար եւ նշել, որ ցեղասպանությունների ճանաչումը կարևոր քայլ է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Այս շաբաթ Երևանում էր Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների նախարարության Եվրոպայի վարչության պետ դեսպան Ֆրանսիսկո Դել Ռիոյի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդարանում նրանք հանդիպել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի եւ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի կայուն եւ դինամիկ զարգացմանը, կարեւորել բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու հաճախակի փոխայցերը։ Այս շաբաթ Երևանում տեղի ունեցել հայ-իսրայելական ֆորումը, որի նպատակն է ստեղծել հասարակական հարթակ մշակութային, գիտական, գործարարության, առողջապահական, տեխնոլոգիական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար։ Նշենք, որ ֆորումի ստեղծման գաղափարը առաջ էր քաշվել նախորդ տարի Արտակ Զաքարյանի գլխավորած հայկական պատվիրակության Երուսաղեմ կատարած այցի ընթացքում։ Հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի հիմնական նպատակն է լինելու երկուստեք շահագրգիռ անձանց ներգրավմամբ մշակել եւ կյանքի կոչել բիզնես ներդրումներ, տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ, ինչպես նաեւ մշակութային երկխոսության, առողջապահական, գիտական եւ այլ համատեղ ծրագրեր։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան падգամավորական բարեկամական խմբի ղեկավար Պլոսկովին համատեղ գործակցության եւ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցության համար, կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, այդ համատեքստում հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի դերն ու նշանակությունը։ Ինչպիսին կլինեն այն կամ որքանով այդ գաղափարները ծրագրերը կլինեն իրագործելի, կախված է այդ մարդկան շահագրգռվածությունից եւ փոխադարձ շահերից, որոնք որ ընկած կլինեն այդ ծրագրերի եւ նախագծերի հիմքում եւ բարեկամական խումբը եւ կարծում եմ մեր պետական համապատասխան կառույցները շահագրգիռ են, որպեսզի մենք կարողանանք եւ բիզնես կապերը զարգացնել եւ մշակութային կապերը զարգացնել եւ տարբեր ոլորտներում ունենալ փոխշահավետ համագործակցություն, որտեղ որ դրանք հնարավոր է, որտեղ որ դրանք չեն հակասում տվյալ ոլորտում առկա շահերին եւ խնդիրներին։ Հետեւաբար ֆորումը հասարակական հիմունքներով տալու է այդ հնարավորությունը ավելի խոր ուսումնասիրել, ավելի խորը եւ մասշտաբային երկխոսություն իրականացնել երկու կողմերի միջև եւ փորձել հասկանալ բոլոր այն պոտենցիալ հնարավորությունները, որոնք որ կան։ Կնեսետի փոխխոսնակ Իսրայել-Հայաստան падգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ իր համար մեծ պատիվ էր մասնակցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված համապետական միջոցառումներին։ Անդրադառնալով հայ-իսրայելական հարաբերություններին, նա նշեց. Երկու ժողովուրդների մեջ կան շատ ընդհանրություններ։ Եթե մենք տարբեր ոլորտներում սատարենք միմյանց եւ համագործակցենք, ապա դրանից կշահեն մեր ժողովուրդներն ու երկրները։ Նպատակների իրականացման գործում մեծ դեր կարող է խաղալ համագործակցության այս ֆորումը։ Ես ժամանակին նշել եմ, Հայաստանում կա այն, ինչ չկա Իսրայելում, եւ հակառակը, Իսրայելում կա այն, ինչ չկա Հայաստանում։ Եվ եթե մենք համատեղ գործակցենք, մեծ հաջողությունների կհասնենք։
Հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի հայկական կողմի համանախագահ, ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Հայկ Քոթանջյանն իր խոսքում նույնպես կարևորեց հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը, մատնանշեց գործակցության բնագավառներն ու հեռանկարները։ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարևորեց գործակցության զարգացումը հատկապես գյուղատնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Այսօր Հայաստանում շատ մեծ համագործակցություն կա ծրագրավորողների միջև, Իսրայելի ծրագրավորողների կամ բազում ծրագրային փաթեթներ, որոնք այսօր օգտագործում են այս սմարթֆոններում, որոնք ստեղծվել են Երևանում եւ հրեաների աջակցությամբ։ Այդ ոլորտները այն ոլորտներն են, որ շատ զարգացման մեծ հնարավորություններ ունեն։ Բարձր տեխնոլոգիաների հետ կապված հավատացնում եմ ձեզ ամենայն պատասխանատվությամբ, որ այն մակարդակի գործող արդեն կազմակերպություններ մենք ունենք Երևանում, որոնք միջազգային ստանդարտներով ցանկացած այլ երկրների ծրագրավորման կամպանիաներ մեծ ցանկությամբ կցանկանան համագործակցել եւ այդ բոլորը պետք է դրվի արդեն պետական մակարդակի վրա, օրենսդրական դաշտ պետք է ապահովի հարկերի հետ կապված, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Ոչ թե գեղեցիկ խոսքերի, այլ աշխատելու ժամանակն է իր ելույթում նշեց Թևան Պողոսյանը։ Ազգային ժողովի պատգամավորը կարևորեց գործակցությունը այլընտրանքային էներգետիկայի բնագավառում։ Սովորաբար Հայաստանն էլ է գիտակցում, որ այլընտրանքային էներգետիկան օրինակ Պահասանգետ բնագավառը իր համար շատ կարևոր է, պետք է զարգացնի։ Գիտեք, մի քանի ամիս առաջ ազգային ժողովում նոր օրենք ընդունվեց, որտեղ տվեցին համապատասխան արտոնություններ կազմակերպություններին կամ հնարավորություններ, ովքեր որ կցանկանային այդ ոլորտում ներդրում անել, իսկ Իսրայելի փորձը իսկապես մեծ է այլընտրանքային էներգետիկայի մեջ, որտեղ կարող են գան մարդիկ այնտեղից ոչ միայն ներդրումներով, այլ նաև տեխնոլոգիաների փոխանակման կամ համագործակցության դաշտերում։ Այստեղ ինձ թվում է մի դաշտ է, որը հենց կարող է իրական գործնական արդյունքներ տալ, ոչ թե երկարաժամկետ քննարկումների հնարավորություններ, այլ միանգամից ներգրավելով իրական ծրագրերի մեջ եւ արդյունք ապահովել առնվազն մոտակա մի քանի ամիսներին։ Հայ-իսրայելական համագործակցության խնդիրներին անդրադարձավ նաև պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, նշելով, որ ֆորումը հնարավորություն կստեղծի առավել զարգացնել հայ-իսրայելական հարաբերությունները ժողովրդական դիվանագիտության ոլորտում։ Նշենք, որ իսրայելական կողմից ֆորումը կհամանախագահի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը։ Ֆորումի աշխատանքների ավարտին Թենի Պլոսկովն անդրադառնալով Իսրայելի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցին նշեց. Ես ինքս կողմ եմ հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ ամեն ինչ անում եմ, որպեսզի այդ հարցը Իսրայելի խորհրդարանում դրական լուծում ստանա։ Ասեմ, որ գնալով այդ հարցի կողմնակիցների թիվն Իսրայելի խորհրդարանում ավելանում է։ Նշենք, որ պայմանավորվածության համաձայն հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումն իր աշխատանքները կշարունակի Իսրայելում։ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հանդիպել է Հայաստանի ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամների հետ, որոնք ներկայացնում են տարբեր բուհերի ֆրանսախոս ուսանողների։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ևս ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան ստեղծելու աշխատանքներին վերաբերող հարցեր։ Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Հոկտեմբերին ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամները կայցելեն Ստեփանակերտ։ Տարբեր հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի տնտեսական զարգացումների կանխատեսումներն այնքան էլ մխիթարական չեն։ Ստվերային քաղաքականությունը մնում է բարձրաձայնված, բայց անտեսված հիմնախնդիր։ Պետք է նշել, որ ստվերայնությունը առկա է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։ Այս գործելավոճը արդեն իսկ արմատավորվել է, ուստի տնտեսական աճ գրեթե չի արձանագրվում։ Ներքին կամ արտաքին ներդրումներ չեն կատարվում, որովհետև վստահություն չկա երկրում տարվող տնտեսական քաղաքականության նկատմամբ։ Ամեն տարի կոշտ միջոցառումներ են կիրառվում ոչ արտոնյալ գործարարների նկատմամբ, որովհետև պետությունը խնդիր ունի բյուջեն հավաքագրելուն։ Հիմա արդեն դժվար է հասկանալ, ստվերն է գերազանցել կոռուպցիան, թե հակառակը։ Սակայն երկուսն էլ բավական բարձր մակարդակում են եւ դրանց դեմ պայքարը պետք է կատարել առանց խտրական վերաբերմունքի։ Ստվերի մասին խոսել են Հայաստանի բոլոր ժամանակների կառավարությունները։
կոռուպցիայի մասին նույնպես, բայց այս առաջնային խնդիրները նույն ավանդույթներով մշտապես շարունակվում են։ Հաջորդ խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, վերաբերում է Շենգավիթ համայնքի գործազրկության բարձր ցուցանիշին։ Դեռևս խորհրդային ժամանակահատվածում նախկին Լենինյան շրջանը համարվել է բանվորական թաղամաս, որը արդյունաբերական լուրջ ռեսուրս է ունեցել, որտեղ աշխատել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Այսօր այդ գործարանները վաճառված են, թալանված, ավերված, մասնատված եւ մինչ այժմ էլ այդ գործարանն է գտնվում այդ ճանապարհին։ Օրինակ Հայէլեկտրո գործարանը, որը զբաղեցնում է շուրջ 30 հեկտար տարածք, որտեղ տարիներ շարունակ աշխատել են շուրջ 12000 բանվորներ, անաշխատունակ վիճակում է։ Շուրջ 100 հազարանոց բնակիչ ունեցող Շենգավիթում այս կամ այլ գործարանների գործարկումը կարող է պարզապես փրկություն լինել։ Յուրաքանչյուր մարզում, քաղաքային համայնքներում, եթե հնարավոր լինի գործարկել գոնե մեկ նման հիմնարկ ձեռնարկություն, այդ տարածքում սոցիալ-տնտեսական կարևորագույն հիմնախնդիրները կլուծվեն։ Միթե վերցվող միլիոնավոր դոլարների վարկերը հնարավոր չէ ուղղել համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։ Բազմաթիվ անապահով շենգավիցիներ նույնիսկ իրենց երեխաներին չեն կարողանում տանել դպրոց, հաշվի առնելով, որ չեն կարողանալու ապահովեն անհրաժեշտ գրենական պիտույքներով եւ այլ պարագաներով։ Սիրելի հայրենակիցներ, ես անդրադարձ կատարեցի Շենգավիթ համայնքի տնտեսական հիմնախնդիրներին, սակայն այս իրավիճակը առկա է նաեւ բազմաթիվ այլ համայնքներում եւս։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում խաղաղ ճանապարհով իշխանափոխության ծրագիրը մի սուարյուն է ստանում։ Հայ ազգային կոնգրեսին, այլ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ միասին հաջողվել է իշխանություններին պարտադրել ընտրություններից անմիջապես հետո ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը եւ բոլոր ընտրատեղամասերում ուղիղ հերարցակում եւ տեսագրում ապահովող տեսախցիկների տեղադրումը։ Մեր նպատակն է հիմա հասնել Հայաստանի զարգացման մեր ծրագրի հաղթանակին 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում, որին կհետևի մենաշնորհների վերացումը, լայն սպառման ապրանքների էժանացումը, բոլորի համար հավասար պայմանների, բիզնեսի եւ ներդրումների համար բարենպաստ միջավայրի եւ աշխատատեղերի ստեղծումը։ Հոկտեմբերի 2-ին առաջին անգամ կուսակցական կարգով տեղի կունենան նաև Գյումրիի եւ Վանաձորի ավականիների ընտրությունները։ Այդ ընտրություններին մենք մասնակցում ենք քաղաքապետի եւ ավականու անդամների ուժեղ, բանիմաց, համարձակ եւ սկզբունքային թեկնածուներով։ Հաղթանակի դեպքում մենք հնարավորություն կստանանք երկու այդ խոշոր քաղաքներից սկսելու Հայաստանի զարգացման ծրագրերի իրագործումը։ Գործնականում ապացուցել, որ աշխատատեղերի ստեղծման, հյուսիսային Հայաստանում զբոսաշրջիկության զարգացման եւ արդյունավետ ու թամփացիկ կառավարման մեր խոստումները միանգամայն իրագործելի է։ Եվ Գյումրիում, եւ Վանաձորում սահմանադրական հանրաքվեի ժամանակ հաղթել է ոչը, ինչը նշանակում է, որ ոչի քարոզարշավը գլխավորող Հայ ազգային կոնգրեսի տեղական կառույցներին քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների օժանդակությամբ հաջողվեց տեր կանգնել ժողովրդի ձայնին։ Ժամանակն է մեր այս երկու կարևորագույն քաղաքների հպարտ ընդդիմադիր կեցվածքը վերածել ժողովրդի հաղթանակի։ Կոչ ենք անում գյումրեցիներին եւ վանաձորցիներին վճռական ոչ ասել օրվա իշխանություններին եւ նրանց դրածո այն ուժերին, որոնց միակ նպատակն է կեղծ ընդդիմադիր պահվածքով խաբել ժողովրդին։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ քվեարկել Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող թիմերի օգտին, որոնցից մեկը Գյումրիում ղեկավարում է Սյուզի Մեխակյանը, իսկ մյուսը Վանաձորում Ռուբեն Ոսկանյանը։ Հայ ազգային կոնգրեսը մշակել է երկու քաղաքների զարգացման լուրջ ծրագրեր եւ երաշխավորում է ավականու իր թեկնածուների արդյունավետ, նորարար, սկզբունքային աշխատանքը։ Սիրելի ժողովուրդ, մեր արդյունավետ գործունեությունը կախված է ձեր ձայնից։ Զինեք մեզ ձեր ձայներով, որ մենք կարողանանք ավելի մեծ վճռականությամբ առաջ տանել ժողովրդի շահը։ 91 թվականի սեպտեմբերը մեր բազմադարյան պատմության մեջ իսկապես առանձնահատուկ էր, որովհետև այդ սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը իր այոն ասեց իր անկախությանը։ Չափազանց կարևոր է, որ հարյուրամյակների ընթացքում կորցնող անկախությունը
Մեր նախկին սերունդները միշտ փայփայել են իրենց մեջ այն գաղափարը, որ մի օր իրենց ժողովուրդը պետք է իրենց հայրենիքում կարողանա վերականգնել իր անկախությունը։ 20-րդ դարի սկզբում կարճ ժամանակով 2.5 տարվա ընթացքում իսկապես այդ անկախությունը հնարավոր եղավ վերականգնել, սակայն անբարենպաստ քաղաքական զարգացումների արդյունքում մենք կորցրեցինք մեր անկախությունը։ Եվ հա 91 թվականի սեպտեմբերի 21-ին վերահաստատվեց մեր անկախությունը եւ արդեն 25 տարի է մենք գտնվում ենք անկախ պետականության մեջ։ Սա փոքր ժամանակ է, եթե մենք համատում ենք ուրիշ երկրների, որոնց անկախությունը հարյուրամյակներ է ձգվում, բայց նաեւ մեծ ժամանակ է, թե մենք համատում ենք մեր առաջի հանրապետության հետ։ Իհարկե, այս ընթացքում մենք մեծ ձեռքբերումներ ունեցել ենք եւ առաջինը ու թերևս ամենակարևորը այն է, որ մենք ունենք մեր անկախության սերունդը։ Անկախության սերունդ, որը ծնվել ու մեծացել է անկախ Հայաստանում եւ իր համար շատ հարցադրումներ ուղղակի անհասկանալի են, անընկալելի։ Դա մասնավորապես այն հարցադրումն է, կողմ են արդյոք նրանք, որ Հայաստանը լինի անկախ պետություն, թե ոչ։ Ցանկացած առողջ ժողովրդի համար այս հարցը ինքնին անհեթեթ է, եթե նա գտնվում է անկախության մեջ։ Եթե ժողովուրդը ինչ-ինչ պատճառներով կորցնում է իր անկախությունը, ապա այդ ժողովրդի գեր նպատակը պետք է լինի վերականգնել այդ անկախությունը։ Իսկ եթե ժողովուրդը համակերպվում է անանկախ վիճակում ապրելու, ապա կամաց-կամաց այդ ժողովրդի մոտ առաջանում են ուծացման երևույթներ, ասիմիլյացիայի երևույթներ, եւ ինքը գնում է համալրելու այն բազմաթիվ ժողովուրդների ցանկը, որոնք երբևէ եղել են անկախ, իսկ հիմա դարձել են այլ պետությունների կամ այլ ժողովուրդների մասնիկները։ Փառք Աստծո, մեր ժողովուրդը կարողացավ վերագտնել իր մեջ ուժեր եւ 25 տարի առաջ հռչակել անկախությունը։ Եվ այս ընթացքում մեր ձեռքբերումները փոքր չեն եղել։ Մենք կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքից գալի մի հատված եւ այդ հատվածում մենք կարողացել ենք երկրորդ հայկական պետություն ունենանք, մենք ունենք բավականին հզոր բանակ եւ ուղղակի վերջերս 4-օրյա պատերազմի ընթացքում մենք կարողացանք ապահովել մեր հակառակորդին, որ անկախ նրանից, որ նա մեր պետական բյուջեի չափ միայն պաշտպանության բնագավառում ծախսեր է կատարում, անկախ նրանից, որ նրան կարողանում են պատրաստել ՆԱՏՕ-ի կարևորագույն երկրի Թուրքիայի ծառայողները, այդուհանդերձ մենք կարողացանք նրան այնպիսի դաս տալ, որ ընդհանրապես 4 օր հետո ինքը արդեն խաղաղություն էր մորում։ Իհարկե կան նաև բազմաթիվ չլուծված խնդիրներ, եւ այդ բազմաթիվ չլուծված խնդիրների իրականացումը հենց մեր առաջիկա նպատակների մեջ է մտնում։ Եվ նոր սահմանադրությունը մեզ թույլ է տալիս ավելի մեծ եւ ավելի լիարժեք ձևով իրականացնել այն նպատակները, որոնք նշված են մեր անկախության հռչակագրում։ Այսօր այսքանը, խորհրդարանական շաբաթը եթերում կլինի հաջորդ կիրակի։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։